սպիտակ գույնի, աղավնու նշանով նոթատետր։ Սրբազան պայքարի համակիրներից մեկի Մարիայի երազը այսպես կոչված ահաբեկչության գործով իրեղեն ապացույց։ Բագրատ Սրբազանի փաստաբանական խումբը բացառիկ կադրեր է հրապարակել Սրբազանի կեցավայրի խուզարկությունից։ Քննիչները առգրավում են Սրբազանի նոթատետրը, որում ըստ նրանց վարույթի համար նշանակություն ունեցող գրառումներ են։ Եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը մեծ չափսի զենքեր հավաքում, իրեն այդ հարցում մի քանի տղամարդեր օգնում, զենքերը հավաքում, դնում էին միտեղ եւ մեծ ծածկոցներով փակում դրանք, որ գաղտնի մնա այդ ամենը։ Սրբազանը ինձ ասաց գնա եկեղեցում սպասիր։ Երազը, Քանի որ վարույթի համար նշանակություն ունեցող գրառումներ են, դրանք նոթատետրը նույնպես վերցվում է։ Գիրք տվեցամ ձեզ իմ գրքերը ահաբեկչական ոնց են պլանավորում ահաբեկչությունները։ Խուզարկությամբ քննիչները կեցավայրից հայտնաբերել են այսպես կոչված ահաբեկչության գործիք հանդիսացող գունավոր ծխարձակներ, բարձրախոս, մանր մեխեր, շինարարական ու տնտեսական այլ իրեր։ Այս ներկերի ու ծխերի հետ կապված ինչ կա հայտարարեք, ինչ հանգամանքներում եք ձեռք բերել, ինչ նպատակով եք պահել։ Ձեռք չեմ բերում։ Ես շատ բանից էլ տեղյակ չեմ։ Չեք իմացել նրանց ազգայնության մասին։ Բայց ես ասեմ ինչ է անում։ Իշխանափոխության։ Ծխերը հրապարակում, ներկերն էլ հրապարակում, բոլոր պատերին գրված, ծխերն էլ հրապարակում բացված։ Պահարանից հայտնաբերվում է նաև եռագույնի մեջ փաթաթված անգլերեն մի փաստաթուղթ։ From terror, VD-Day։ Լատինատար գրառումներ են ձեռագիր։ Վարկային անգլերեն տառերով գրառումներ։ Թարգմանաբար ընդհանուր հեղափոխության վերաբերյալ երկրի ներսում։ Ինչ կհայտարարեք սրա հետ կապված, ում պատկանում կողմից կատարվել։ Մեկը տված կլինի։ Ձեր կողմից չի իրականացվել։ Իմ ձեռագիրը ստուգեք կտեսնեք որ չի։ Դրանից հետո քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդարանում դա ներկայացրել է որպես Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլան։ Տեղյակ եք այդ գործով, որ իրանց ձեռքով գրած ապացույցներ կա, որ արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահաբեկչություն, հենց այտենց պլանավորված ահաբեկչություն։ Նախ ցանկացած իրավաբանի եւ առավել եւս իրավապահի, քննիչի, քննչականի պետի համար շատ ակնհայտ պետք է լիներ, որ այդպիսի պնդում կատարելու համար դրա վերաբերյալ պետք է ունենալ անխոցելի ապացույցներ, մասնավորապես միակ տարբերակը, որով կարող է պնդել, որ այս կամ այն փաստաթուղթը գրված է Բագրատ Սրբազանի կողմից, դա կարող է լինի միայն դատաձեռագրաբանական փորձաքննության միջոցով։ Նման փորձաքննություն երբևէ ոչ նշանակվել է, ոչ փորձ է կատարվել նման ընթացակարգով պարզելու եւ իրականում ցանկացածը ով կարող է վերցնել այս տեքստը համեմատել Բագրատ Սրբազանի ձեռագիր որևէ գրության հետ, որը քիչ չի նաեւ սոցցանցերում առկա է, հատկապես հայերեն հատվածը եթե նայենք, ոչ մասնագետի համար էլ միանգամից ակնհայտ կլինի, որ դա իր ձեռագիրը չի։ Այստեղ կարող եք տեսնել, որ այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներ են ներկայացված, ինչպիսին օրինակ Ռուսաստան, Բելարուս, Իրան, Չինաստան, Վրաստան, Հնդկաստան, Կիպրոս, Իսպանիա, իրենք ամբողջ պետք է ներգրաված լինեն այս պլանի մեջ։ Այո, ներքևում նշված է, որ պետք է ներթափանցել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250 հազար քաղաքացիական անձ։ Խուզարկության ժամանակ ու հետո էլ Բագրատ Սրբազանը պնդել է, որ չգիտի ինչպես է այսպես կոչված ահաբեկչության պլանը հայտնվել իր կեցավայրում։ Փաստաբաններն ունեն դրա պատասխանը։ Շարժման ամենաակտիվ օրերին, երբ որ մեծ ժողովրդականություն էր վայելում, հազարավոր, հարյուրավոր մարդիկ մոտեցել են, ինչ-որ թղթեր են փոխանցել Սրբազանին, որպես Հայաստանի փրկության պլան եւ այլն։ Այդ թղթերը ինչ-որ միտեղ հավաքվել են, մնացել են։ Բագրատ Սրբազանը գերազանց անգլերեն գիտի, բայց առօրյա գրառումները մայրենիով է անում, ասում են փաստաբանները, պնդելով, որ հրապարակված գաղտնալսումները նույնպես կեղծված են ու մոնտաժված։ Դրանց վերաբերյալ չկա փորձաքննություն ու փորձագետի եզրակացություն։ Մինչդեռ նրանց խոսքով իշխանական քարոզչամեքենան գործի անցավ ու Բագրատ Սրբազանին եւ 17 համակիրներին հանրությանը ներկայացրեց որպես ահաբեկիչներ։ Գալստանյանի դեմ զրպարտության համար պաշտպանական խումբը 13 դատական հայց է ներկայացրել, դրանցից 4-ը մերժվել է, մյուսները քննության փուլում են։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։